Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կանգնած ենք ոչ միայն ընտրության, այլ Հայաստանի ճակատագիրը փոխելու հնարավորության առաջ։ Մենք հոգնել ենք դատարկ բառերից, հոգնել ենք իրականությունից, որտեղ երիտասարդը լքում է հայրենիքը, գյուղացին չի կարողանում իր բերքը վաճառել, ուսուցիչն ու բժիշկը արժանապատիվ աշխատավարձ չեն ստանում։ Բայց մենք այսօր հավաքվել ենք այստեղ ձեզ հետ խոսելու ոչ թե հեքիաթներից, այլ կոնկրետ քայլերից։ Միայն Սամվել Կարապետյանի հետ հնարավոր է իրական փոփոխություն։ Մենք ասում ենք 300,000 նոր աշխատատեղ, որպեսզի մեր երիտասարդը չարտագաղթի, այլ իրապական կառույցի հենց Հայաստանում, 0 հարկ փոքր բիզնեսի համար, որպեսզի մարդ կարողանա աշխատել, զարգանալ ու պահել իր ընտանիքը, երաշխավորված մթերում գյուղացիների համար, որպեսզի գյուղացին ապրի արժանապատիվ, ոչ թե ամիսներով սպասի, արդյոք իր քրտինքը կգնահատվի, թե ոչ։ Մենք ասում ենք ուժեղ բանակ, պաշտպանված զինվոր, որովհետև առանց անվտանգության պետություն չի լինում։ Տարեկան 1000 բնակարան զինծառայողներին, 40,000 դրամ աշխատավարձ ժամկետային զինծառայողներին, սիրելի մարտունեցիներ, սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին դուք ձեր ձայնը որ համարին եք տալու։ Ուժեղ Հայաստան դաշինք, ուժեղ համարը որն է։ Երրորդ համարով ընտրելու ենք ուժեղ Հայաստան։ Կեց է Հայաստանը, կեց է մեր միասնական ժողովուրդը։ Շնորհակալություն պարոն Գևորգյանին, իսկ այժմ ելույթի համար խոսքը տրվում է ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Պետրոս Սաֆարյանին։ Համեցեք։ Ողջույն սիրելի Մարտունի, ողջույն իմ ծննդավայր, ողջույն ուժեղ հայեր, սիրելի մարտունեցիներ, ներկա իշխանությունը 8 տարի ձախողելով երկրի կառավարումը, հետևում թողելով ավերածություններ, պատերազմներ, կորուստներ և ժողովրդին ոչինչ չունենալով ներկայացնելու, ներկայացնում է կեղծ խաղաղության թեզը։ Ուզում են այդ կեղծ խաղաղության թեզը փաթաթել մեր վզին և սարքել մեր համար ուղի։ Բայց մեզ մեջ կան մարդիկ, որ հավատում են այդ կեղծ խաղաղությանը։ Իհարկե ոչ։ Այդ կեղծ խաղաղության քողի տակ ուզում են մեր երկիր տեղափոխել, Ալիևի խոսքերով վերաբնակեցնել 300,000 ադրբեջանցիներ։ Մենք արդյոք ուզում ենք դա։ Իհարկե ոչ, չենք ուզում։ Այդ 300,000 ադրբեջանցիների տեղափոխման և այդ պրոցեսները իրականացնելու համար հանձն են առել և փորձում են կատարել մեր երկրի իշխանությունները։ Մեր երկրի իշխանությունները կարծես ոսկե ձկնիկ լինեն Ալիևի ձեռքերում։ Ոսկե ձկնիկ, որը ոչ թե 3 ցանկություն է կատարում, այլ անվերջ ցանկություններ։ Եվ այդ անվերջ ցանկությունները փորձում են իրականացնել մեր իշխանությունները։ Այդ ադրբեջանցիներն են, որոնք սպանում և խոշտանգում էին ծերերին, երեխաներին, դրանք այն ադրբեջանցիներն են, որոնք սպանում էին մեր գերիներին խոշտանգելով նրանց մարմինները, կտրում նրանց գլուխները և տեսանկարահանում։ Դրանք այն ադրբեջանցիներն են, որոնք խաղաղ պայմաններում Նախիջևանում ոչնչացնում էին մեր հայկական գերեզմաները և խաչքարերը և ներկայումս ոչնչացնում են եկեղեցիներ Արցախում։ Արդյոք և վերջապես դրանք այն ադրբեջանցիներն են, որոնք ունակ են քնած տեղը սպանել հայ մարդուն իր անկողնում հանգիստ քնած կասկահարելով։ Լեն մեզ ես հարց եմ տալիս, որից է մեկը ուզում է իր տան կողքին ունենալ այդպիսի հարևան։ Իհարկե ոչ։ Եվ որպեսզի այդ ամեն ինչը իրականանա, Ժողովուրդ ջան, մենք պետք է գնանք փոփոխությունների։ Մենք ուզում ենք փոփոխություններ։
ուզում ենք փոփոխություններ ում գլխավորությամբ։ Սամվել Կարապետյանի։ Ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների փոխարեն առաջարկում է լինել 300,000 աշխատատեղեր։ Այդ աշխատատեղերի մեծ մասը լինելու են մարզերում, գյուղական համայնքներում։ Այդ 300,000 նոր աշխատատեղերը լուծելու են Մարտունեցում մեծ խնդիր։ Մարտունեցին այսօր մեծ մասամբ 90% գնում են արտագնա աշխատանքի, գտնվում են արտագնա աշխատանքի այլ երկրներում։ Ընտանիքները հազարավոր, կարոտի մեջ են, կարոտում են իրենց հայրերին, եղբայրներին, ամուսիններին, որդիներին։ Եվ որպեսզի այդ մարդիկ չլքեն Հայաստանը, պետք է 300,000 աշխատատեղը օր առաջ սարքել, օր առաջ հիմնել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց արժանապատիվ աշխատանք ունենալ Հայաստանում եւ այդ աշխատանք չկընտրել այլ երկրում։ Սամվել Կարապետյանը առաջարկում է եւս մեկ փոփոխություն։ Առաջարկում է երաշխավորված բերքի մթերուհան կայաններ հիմնել, որը անմիջապես նաեւ վերաբերում է մեր սիրելի մարտունեցիներին։ Այսօր մարտունեցիները 10-20 տարի առաջ Մարտունու ամբողջ տարածաշրջանում ցանքսի պիտանի հողերից մշակվում էր գրեթե 90%-ը։ Այսօր դա քչացել է ու ավասարվել է գրեթե 10%-ից էլ պակաս։ Պատճառը հազարավոր է, բայց հիմնական պատճառը այն է, որ գյուղացին իր արտադրած բերքը չի կարողանում պատճառը։ Չկան շուկաներ համապատասխան։ Բերքի մթերման կայանները երաշխավորելու են այդ ամեն ինչը, երաշխավորել են գույքի մթերումը, երաշխավորելու են, որ գյուղացին իր արտադրած բերքից ստանալու է եկամուտ, եւ դա եւս մեկ խթան է հանդիսանալու, որպեսզի Մարտունեցին մնա իր հայրենիքում եւ արարի այստեղ, ոչ թե գնալ եւ հազարավոր ընտանիքներով մշտական բնակություն հաստատել առ երկրներում։ Ուրեմն իմ սիրելի ժողովուրդ, իմ սիրելի մարտունեցիներ, մենք հասկացանք, որ մեզ պետք են փոփոխություններ։ Եվ հասկացանք նաև ում գլխավորությամբ է մեզ պետք փոփոխությունները։ Սամվել Կարապետյանի այդ փոփոխությունները եւ այլ ուրիշ շատ հայանպաստ փոփոխություններ կատարելու է Սամվել Կարապետյանը, վարչապետ լինելով։ Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ։ Եվ ուրեմն սիրելի մարտունեցիներ, հունիսի 7-ին մտնելով ընտրատարածք, այո ամսի 7-ին, մտնելով ընտրատարածք, հիշեք այս ամենը, հիշեք թե ինչ ենք առաջարկում մենք ձեզ եւ ինչ են տվել ձեզ ներկայիս իշխանությունները։ Եվ ամսի 7-ին մենք քվեարկելու ենք փոփոխության համար, եւ փոփոխության համարը համար 3 է։ Փոփոխության համարը համար 3 է։ Փոփոխության համարը համար 3 է։ Շնորհակալություն իմ սիրելի տնտավայր, շնորհակալություն Մարտունեցին։ Շնորհակալություն պարոն Սաֆարյանին։ Շարունակում ենք մեր հանդիպումը։ Ելույթի համար խոսքը տրվում է Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Գառնիկ Դավսյանին։ Բարև իմ ուժեղ մարտունեցիներ ջան, իմ հայեր ջան, ինձ որ ասում են սենց հաճելի զագար որտեղ է ստացել, պատասխանս ասում եմ Դուբայում, բայց հայկական Դուբայում, այսինքն Մարտունիում։ Բայց այս պնդումս պատահական չէ, ուժեղ Հայաստան առաջնորդ, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը գերազանց տիրապետում է Գեղարքունիքի մարզի խնդիրներին, այդ թվում նաև լուծումներ ունի։ Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, որ Մարտունի քաղաքը իր գյուղերով հարուստ է եղել կոնդենսատորների, հանքային ջրերի, պահածոների, հաստոցաշինական եւ շատ այլ գործարաններով եւ պատահաբար չի որ առաջարկում ենք 300,000 նոր աշխատատեղ հատկապես մարզերում։
ասեմ ավելին, Մարտունի քաղաքի ու հարակից գյուղերի մեր հայրենակիցները օր ու գիշեր կռիվ են տալիս, որ կարտոֆիլ, կաղամ եւ այլ տեսակի մթերքներ աճեցնեն, բայց այսօրվա Հայաստանում ցավոք նրանք գնահատված չեն։ Բայց սրան էլ լուծում ունենք։ Սամվել Կարապետյանի կողմից երաշխավորված մթերքի կայանների կառուցում։ Սիրելի Գեղարքունիքի մարզի բնակիչներ, մարտունեցիներ ջան, ձեր մթերման կայանները պարտադիր կառուցվելու է, իսկ գինը հունվար ամսվանից է ձեր հետ պայմանավորվելու ու կապ չունի անձրև, կարկուտ, գնի փոփոխություն տեղի չի ունենալու եւ այս ամենը երաշխավորված է ուժեղ Հայաստանի առաջնորդ, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կողմից։ Հետևաբար, փոփոխությունները գալիս են ուժեղ Հայաստանով, իսկ փոփոխությունների թիվը որն է? 3։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Դավթյանին։ Այժմ հարթակ ենք հրավիրում ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Մարդ, ով իր մասնագիտական ուղին ու գիտելիքները դարձրել է զենք հանուն արդարության եւ մեր քաղաքացիների շահերի պաշտպանության։ Արամ Վարդևանյան։ Համեցեք։ Բարև ձեզ, սիրելի մարտունեցիներ ջան։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարտունեցիներ, ես կարծում եմ աշխարհի որ ծայրում էլ հայ մարդը լինի, երբ լսում է, որ իր հայրենակիցը մարտունից է, առաջին բառը, որ գալիս է մտքին, դա աշխատասիրությունն է, երկրորդը ջիգյարն է, իրականում առասարակ մենք հայերով, ջիգյարով, ջան ասող, նամուս, թասիբ ունեցող ազգ ենք, այդ երբանից մենք պետք է իրար նկատմամբ ատելությամբ լցված լինեինք, իրար բաժան անեինք, ախր այդ հայ ձևի հետ կապ չունի, դրա համար մենք ինչ ենք ասում, այս 8 տարին, որ եկել են ու այս աստիճան պառակտել են, թուլացրել են մեր հայրենիքը, հերիք եղավ, արդեն ուժեղ Հայաստանը գալիս է, այո, Սիրելի հայրենակիցներ, վերջին 8 տարիների ընթացքում 3 պատերազմ բերած իշխանությունը եկել ձեզ 2021 թվականին խոստանում էր պայծառ ապագա, խոստանում էր բարեկեցություն, խոստանում էր զբաղվածություն, այդ սա խաբել են։ Խոստացել են, որ աղքատության ցուցանիշը 2 անգամ պետք է պակասացնեն, խաբել են։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մեր կողմից ցանկացած խոստում երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Ասում է, որ 300,000 աշխատատեղ ստեղծվելու է։ Ծայրահեղ աղքատությունը իր պատվի հարցն է համարում, որ պետք է շատ կարճ ժամանակում վերացվի։ Նպաստների մեխանիզմ ներդրվի ամսական ծայրահեղ աղքատ ընտանիքներին 150,000 դրամ տրամադրվի։ Բայց ամենակարևորը ի վերջո Սամվել Կարապետյանի միջազգային կապերը ու հեղինակությունը թույլ են տալու, որ Հայաստանը ոչ միայն ներսում ուժեղ լինի, այլ նաև արտաքին աշխարհի առջև ուժեղ լինի։ Սիրելի հայրենակիցներ, մենք նաև ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ մեր ներսում համերաշխությունը կոնկրետ գործողություններով էլ պետք է ապահովենք։ Դրանցից մեկը մենք պետք է ունենանք համաներում։ Մենք պետք է ունենանք իրավունքի իրական գերակայություն։ Մարդկանց ապօրինի քաղաքական հետապնդումների էջը պետք է թողենք անցյալում։ Հիմա օրինակ ես ձեր առջև կանգնած եմ նաև որպես Սամվել Կարապետյանի պաշտպան։ Սամվել Կարապետյանը 10 ամիս է կալանավորված է մեր ձևով եկեղեցու պաշտպանելու նախադասության համար։ Լրիվ լուրջ եմ ասում, ուրիշ բան չկա այդտեղ։ Իհարկե 10 ամիսները, թե իրա որպես տեսակ մարդու կրելը, միշտ ժպիտը դեմքին լինելը,
Հենց դա խոսում է ուժեղ հայ տղամարդու մասին, դա խոսում է հայ տեսակի մասին, էտա մեր ձևը, ժողովուրդ ջան, բոլորիս ձևը դա է։ Ժողովուրդ ջան, ես վստահ եմ շատերին այս ընթացքում էլ կփորձեմ վախեցնել, էլ ստերով, էլ հերթական ինչ-որ աբսուրդային պատմություններով։ Դուք կարևորը չկասկածեք, չվախենաք, մենք գնում ենք ուժեղ Հայաստան, մենք գնում ենք փոփոխությունների։ Հիմա եկեք մի բան իրար հետ փորձենք։ Մենք ասենք փոփոխությունները, դուք ասեք գալիս են։ Փոփոխությունները 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 Այո, դե ցավը տանեմ ժողովուրդ ջան։ Դրա համար հունիսի 7-ին քվյաց հերթիկ համար 3 հանուն փոփոխության, հանուն մեր միասնականության, հանուն մեր հայրենիքի բարեկեցության, փոփոխությունների համար, այո։ Շնորհակալություն պարոն Վարդգևանյանին եւ այսօրվա մեր միջոցառումն ամփոփելու համար ձայնը տրվում է Ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամին, ու միտքն ու եռանդը միտված են մեր երկրի անվտանգ ու հզոր վաղվա օրվան։ Նարեկ Կարապետյան։ Մարտունեցիներ ջան, ողջունում եմ ձեզ։ Հայաստանից դուրս ուր էլ լինես, մանավանդ հետխորհրդային տարածքում, բոլոր տեղերը տեսնում ենք ձեր աշխատանքի արդյունքը։ Մեր ազգի ամենաաշխատասեր ներկայացուցիչների աշխատանքի արդյունքը։ Ես գիտեմ, թե ինչ դժվարությամբ եք դուք կարողացել վերջի 30 տարին պահեք ձեր ընտանիքը։ Գիտեմ, ինչ դժվարությամբ եք դուք կարողացել պահպանել ձեր ընտանիքը հայկական Հայաստանում, աշխատելով Հայաստանից դուրս դժվար, քրտնաջան ու գիշեր ու զոր։ Ես դա գիտեմ։ Բայց նույն բանը արել է Սամվել Կարապետյանը։ Մեր բախտը կիսվում է։ Մենք նույն բախտի ենք։ 90-ականների սկզբից երկրի գործարանների փակման արդյունքում, երկրի տնտեսության վերացման արդյունքում մեր երկրում զբաղմունք չէր մնացել։ Ծնվեց գործազրկությունը ու մենք սկսեցինք լքել Հայաստանը, աշխատանքի համար լքել Հայաստանը։ Ինչպես դուք, այնպես էլ Տաշիրի ժողովուրդը, այնպես էլ Սամվել Կարապետյանը դուրս եկավ Հայաստանից եւ սկսեց գիշեր ու զոր աշխատել հիշելով հայրենիքը։ Գիտեմ, որ շատերդ եք դրսում աշխատել։ Եղել է օր աշխատանքի ժամանակ, որ չհիշեք ձեր հայրենիքը։ Այս մարդիկ իրենց աշխատանքով կարողացել են պահել Հայաստանը։ Այդ միջոցները, որ այնտեղից ուղարկվել է, պահել է Հայաստանը։ Եվ այսօր մի փոքրիկ խմբակ այս մարդկանց ասում է դրսից եկած։ Ձեր նախորդները քանդել են մեր երկրի արդյունաբերությունը, քանդել են մեր երկրի տնտեսությունները ձեր նմանները։ Այս մարդիկ ստիպած են եղել գնան դուրս աշխատանքի ու կառուցեն ուրիշի երկիրը։ Ինչպես է ձեր լեզուն պտտվում ձեր նմանների պես քանդած երկրում, մարդիկ երբ որ թողել են, գնացել են իրենց ընտանիքը պահելու համար, մարդկանց ասեք դրսից եկած։ Ուր ենք դրսից եկել։ Մեր հայրենիքն է, մեր հայրենիքը այսքան տարի պահել ենք, մեր աշխատանքի հաշվին, ուղարկած գումարների հաշվին է պահվել։ Բայց ժողովուրդ ջան, մի հատ լավ բան էլ կա այս պատմության մեջ։ Մենք կառուցել ենք ուրիշի երկիրը։ Հազարավոր հայեր կառուցել են ուրիշի երկիրը։ Շատ լավ են կառուցել։ Բայց կարող է ժամանակն է փոխենք դա։ Վերադառնանք ու կառուցենք մեր երկիրը։ Այս մարդու գլխավորությամբ իրար հետ դուք, ձեր որդիները,
վերադառնալու են Հայաստան, որովհետև այդ շինարարությունները Հայաստանում են լինելու, որովհետև վերակառուցվելու է մեր երկիրը։ Ինձանից առաջ շատ մարդիկ են եկել այս քաղաք, տասնյակ տարիներ խոստումներ են տվել։ Եթե իրենք լուծած լինեին այդ խոստումները, մենք ստիպված չէինք լինի Հայաստանից գնալ։ Եթե իրենք այդ քաղաքական գործիչները լուծած լինեին Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մենք էլ այսօր այստեղ անելիք չէինք ունենա։ Ինչու ենք մենք եկել։ Չեն լուծել, ժողովուրդ, մարդը թողում է հայրենիքը, լքում է հայրենիքը, յուղերը դատարկվում են։ Ու այն մարդիկ, ովքեր գնացել են, դրսում կայացել են, փորձը ձեռք բերել են, աշխատել են, որոշել են, որ բավական է։ Ոչ թե արդեն մենակ գումար են ուղարկելու, այլ գալու են։ Կարապետյանը տասնյակ հազարավոր մարդ ունեցիներ, գալու են եւ սարքելու են Հայաստանը։ Առաջին անգամ տնտեսագետ է ղեկավարելու մեր երկիրը։ Չի ղեկավարելու լրագրող, չի ղեկավարելու ուրիշ մասնագիտություն, ղեկավարելու է մարդ, ով հասկանում է, թե ոնց ստեղծի աշխատատեղ, ոնց աշխատանք կազմակերպի, եւ ոչ թե միայն գրի մեկի վրա։ Ճիշտ չի։ Նաեւ դրանից բացի այն աշխատատեղերը, որ այստեղ ստեղծում են, այն մեծ շինարարությունը, որ արվելու է մեր հայրենիքում, նաեւ մենք պետք է մեր երկրի ժողովրդագրությունը դզենք, մեր ազգի քանակը։ Ինչու եմ սա Մարտունիում ասում։ Դուք երևի գիտեք, բայց ամբողջ Հայաստանը պետք է իմանա, որ Հայաստանում ամենամեծականակ թվականակով ընտանիքները, ամենամեծ ընտանիքները պատմականորեն եղել են Մարտունիում։ Այդ պատճառով այսօր ամենամեծ բնակչությամբ շրջանն է Հայաստանում։ Ճիշտ չէ։ Որովհետև ընտանիքի գաղափարը այստեղ դրված է այն մակարդակի վրա, որը վայել է այն։ Չնայած այստեղ շատ չեն եղել, բայց մարդիկ իմացել են ինչն է առաջնահերթը։ Հիմա մի հատ ծրագիր ունենք, շատ երիտասարդներ, ավել բալիկներ չեն ունենում, նրա համար որ տան խնդիր կա, ավել բալիկ չեն ունենում, նրա համար որ եղբայրներով ապրում են մի տան մեջ, 1000 հոգսի տակ։ Մի այսպիսի ծրագիր ունենք։ Ամեն ստեղծվում է մի հատ ֆոնդ, որտեղ ներդրում են անում աշխարհի ունևոր լավ հայրենասեր հայերը։ Այդ ֆոնդից ամեն 5-րդ բալիկ ունեցող ընտանիքին տրվելու է բնակարան։ Ապակա վարչապետ Սամվել Կարապետյանի առաջի ծրագրերից մեկը դա է։ Բնակարանը տրվելու է ընտանիքին, գրվելու է մայրիկի անունով, որ իրենք էլ ձայն ունենան, մենակ սկեսուրները ձայն չունենան, իրենք էլ ձայն ունենան։ Սիրելի հայրենակիցներ ջան, ես ձեր գիտեմ, որ մշակույթային առումով, անցյալով, մեր նախնիների ընդհանուր հայրենիքով նույն տեղից ենք եկել, նույն տեղից ենք եկել Արևելյան Հայաստան, նույն բանից ենք եկել ենք են թշնամիների հետ չապրելու ցանկությունից։ Մեր պապերը որոշել են, որ չեն ուզում իրանց հետ ապրել, որոշել են, որ բավական է իրանց հետ ապրել։ Մենք եկել ենք ու ստեղծել ենք մեծ համայնքներ, ապրել ենք, մեր նախնիները մշակույթ են ստեղծել, բազմացել ենք, այսքան շատ ենք դարել։ Եվ այսօր պետքա թույլ չտանք, որ ինչից իմ ու ձեր նախնիները Արևմտյան Հայաստանից փախել են, եկել են, դա նույնը մեզ այստեղ կհանդիպի, որ մեր հակառակորդները այստեղ չգան ապրեն, որ թուրք բերողին մենք չէ ասենք, թուրք բերողին չենք ասելու։ Հարգում եմ բոլորիդ, հարգում եմ ձեր աշխատանքի համար, բոլորս իրար հետ, խոսենք մեր են հայրենակիցների հետ, ովքեր վստահ չեն, ասենք վստահ եղեք, այս մարդը եկել է, գալիս է բազմաթիվ մեր հայրենակիցների հետ, տասնյակ հազարավոր մեր դրսում աշխատող հայրենակիցների հետ, որպեսզի վերակառուցի, մենք մեր ձայները ոչ մեկին չենք տալու, միայն այս մարդուն։ Շնորհակալ եմ շատ։
Շնորհակալ եմ շատ, մարտունեցիներ ջան, ուրախ էի, որ ձեզ տեսա։ Ապրեք։ Շնորհակալություն պարոն Կարապետյանին։ Սիրելի մարտունեցիներ, երկար սպասումից հետո եկեք սևեռվենք մեր ուշադրությունը էկրանին եւ լսենք Սամվել Կարապետյանի խոսքը ուղղված Գեղարքունիքի մարզի բնակիչներին։